Միասին ընթերցենք 4-րդ թագավորաց 13-րդ գլուխ 14-ից 19 համարները 4-րդ թագավորաց 13-րդ գլուխ 14-ից 19 Եվ Եղիսեն հիվանդացավ իր հիվանդությունով, որով եւ մեռավ, եւ Իսրայելի Հովաս թագավորը իջավ նրա մոտ եւ լաց եղավ նրա երեսին եւ ասեց. Հայրիմ, հայրիմ, Իսրայելի փառքը եւ նրա ձիավորները, եւ Եղիսեն ասեց նրան. վեր առ մի աղեղ եւ նետիր, եւ նա մի աղեղ եւ նետեր առավ, եւ նա ասեց Իսրայելի թագավորին. ձեռքդ պնդացրու աղեղի վրա, եւ նա ձեռքը պնդացրեց, եւ Եղիսեն իր ձեռքը թագավորի ձեռքի վրա դրավ, եւ ասեց. բաց արա պատուհանը դեպի արևելք, եւ նա բաց արավ, եւ Եղիսեն ասեց. նետը գցիր, եւ նա գցեց, Եղիսեն էլ ասեց. տիրոջ փրկության նետը, եւ ասորիների դեմ փրկության նետը, եւ դու պիտի հաղթես ասորիներին ափեկումը, մինչև որ վերջանան, եւ նա ասեց. առ նետերը, եւ նա առավ, եւ նա ասեց Իսրայելի թագավորին. գետինը զարկիր, եւ նա ասեց. 3 անգամ, եւ նա զարկեց 3 անգամ եւ կանգնեց, եւ Աստծո մարդը բարկացավ նրա վրա եւ ասեց. 5 կամ 6 անգամ պետք է զարկել, եւ այն ժամանակ կզարկեիր ասորիներին մինչև որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ ես զարկելու։ Այստեղ մենք տեսնում ենք մարդի համագործակցությունը, մարդի կամքի համագործակցությունը եւ Աստծո զորությունը։ 14-րդ համարում տեսնում ենք, որ Իսրայելի թագավորը Հովասը գալիս է, հասկանում է, որ Եղիսեն հիվանդ է եւ սկսում է լաց ու գոց անել Իսրայելի կառքերը, Իսրայելի ձիավորները եւ ողբում էր, որ իմանում էր Եղիսեն պետք է մահանա, որովհետեւ իմանում էր Աստծո մեծ մարգարեն, որ հնարան էր Իսրայելի համար, շուտով պետք է մահանա եւ իրանք մեծ բան պետք է կորցնեին, բայց Եղիսեն ուզում էր ասել, որ եթե ես էլ չլինեմ, Աստված այստեղ է եւ ծեզի կարող է օգնի։ Ուրեմն 14-րդ համարում տեսնում ենք, որ գնում է, ողբում է, բայց Եղիսեն ասում է, որ աղեղ վերցրու, մի հատ աղեղ վերցրու եւ նետ վերցրու եւ մի հատ պատուհան դեպի արևելք բացի եւ Եղիսեն գալիս է, ձեռքերը դնում է թագավորի ձեռքերի վրա, իբրև Աստծո հաստատակամությունը եւ Աստծո կամքը հաստատել իր վրա եւ նետի, երբ որ նետում է պատուհանից դուրս, լուսամուտից դուրս, այդ ժամանակ Եղիսեն Աստծո մարգարեն ասում է, որ այս նետը Աստծո փրկության եւ Աստծո հաղթության նետն է։ Այսինքն Աստված գարանտի է տալիս, հայրենով երաշխիք է տալիս, որ դուք գահատեք ձեր թշնամիներին, Իսրայելը գահատի իր թշնամիներին, ասորիներին գահատի եւ դա երաշխիք է ձեր համար։ Ուրեմն հաղթությունը երկնքում հաստատված էր։ Աստված ասել էր, որ դուք գահատեք։ Դրանից հետո մենք տեսնում ենք, որ Եղիսեն թագավորին ասում է. հիմա մի քանի հատ նետ վերցրու եւ զարկիր գետին։ Գիտեք, այն ժամանակ, երբ որ դու մի հատ նետ զարկում իր գետին, այս էր նշանակում, որ ահա հաղթում եմ թշնամին։ Եվ Եղիսեն չի ասում, որ քանի անգամ զարկիր, միայն ասում է զարկիր։ Եվ թագավորը 3 անգամ զարկում է եւ Աստծո մարգարեն Եղիսեն բարկանում է։ Ինչու միայն 3 անգամ զարկեցիր, որովհետև 3 անգամ զարկեցիր, դու մի հատ փոքր հաղթանակ կստանաս Աստծո կողմից Իսրայելների հակառակ, ամբողջովին դու չես հաղթի նրանց։ Եվ դա էր, որ պետք է ողբար թագավորը, դա որ Եղիսեն պետք է գնար
այդքան չպիտի ողբար, դրանով որ ինքը կատարյալ հաղթություն չի ունենա ասորիների դիմաց, դրա համար պետք է ողբար։ Դու պետք է 5 կամ 6 անգամ զարկեիր եւ նախանձավորությունով զարկեիր այդ նետերը գետին, որպեսզի կատարյալ հաղթություն տար։ Աստված հաղթությունը պատրաստել է իր ժողովրդի համար, բայց Աստված ուզում է տեսնել մի հատ աման, մի հատ անոթ, որ այդ անոթը իշքան Աստծո նախանձավորությունով լցված է։ Այդ բառը, չգիտեմ ճիշտ եմ ասում, հասկերենում, հայրենում փափակ, ներքին փափակ, նախանձավորություն։ Նախանձավորություն, ուզում եմ տեսնել ինչքան մենք նախանձավոր ենք Աստծո գործը կատարելու համար, ինչքան որ մենք նախանձավոր ենք եւ զարկում ենք, այդքան ավելին է Աստված մեզի հաղթություն տալիս։ Աստված պատրաստել է հաղթությունը, բայց կապ ունի մեզի Աստծո զորությունը եւ մեր փափակը եւ իղձը, որ ունենք Աստծո գործի համար, դա է կարևորը։ Եվ Աստված Մարգարեն ասում է, որովհետեւ դու թուլությունով զարկեցիր կատարյալ հաղթություն չես ունենա։ Գուցե Հովասը մտածում էր, որ սա ինչ ծեսակատարություն է, կրոնական ծեսակատարությունը, զարկեմ գետին, թող իմ պարտականությունը կատարեմ եւ բավական է Հովասի համար այդքան, որ մի քանի հատ խրամատներ թշնամուն հետ մղի, այդքան բավական էր։ Ես իմ պարտականությունս արեցի, ինչ որ Աստված ինձի կարգել էր, որ անեի, արեցի։ Դրանից ավել հավես չունեմ անելու։ Գնամ իմ գործերիս հետևից։ Եվ իր պարտականությունը այդքանով էր սահմանափակվում, բայց Աստված ասում է, որ ինչքան որ դու փափակ ունես, ավելին ես քեզի կտամ, ավելին հաղթությունը կտամ։ Եթե մի փոքր աման ես բերում, եթե մի փոքր գավաթ ես բերում, այդ փոքրի համեմատ դու կստանաս, ավելին չես ստանա։ Աստծո զորությունը անսահմանափակ է, բայց Աստված սահմանափակվում է դրանով, որ մենք ինչքան փափակ ունենք Աստծուն ծառայելու համար։ Մենք արդյոք աղոթքի եւ Աստծո նպատակներին հասնելու համար ինչքան փափակ ունենք եւ այսպես մեջտեղում ենք, թե ծայրահեղ ենք մեր նպատակներին հասնելու համար։ Աստված ուզում է, որ մեր նետերը վերցնենք եւ ամեն օր խփենք։ Բավական չի։ Ես ավելին եմ ուզում։ Ես ավելին եմ ուզում գնամ։ Ես իմ պարտականություններից ավելին եմ ուզում բարձրանամ, ավելին եմ ուզում գնամ։ Տեր, ինձ մեջ փափակ գոյացրու։ Նախքան որ կատարյալ, այսինքն լրիվ ժամով ծառայության մեջ գնայի, ես մի հատ գործարանում աշխատում եմ եւ այնքան ծանր էր այդ մեր աշխատանքը, երկաթներ ենք տաշում, ծանր բերեր ենք բարձրացնում, որ երբ որ գնում եմ տուն, արդեն հոգնած, մենակ մի հատ հաց եմ ուտում ու քնում եմ։ Քանի ժամանակ անցավ, տեսամ, որ ես իմ հոգեվոր կյանքից մեջ չեմ աճում։ Ես սկսեցի մի գործ անել։ Ես երբ որ գնում էի աշխատանքի, ամեն օր ասում եմ, երբ կլինի գնամ տուն եւ Աստծո խոսք կարդամ։ Երբ կլինի գնամ տուն եւ մենիկ պահ ունենամ Աստծո հետ եւ այդ փափակը առավոտից գիշեր իմ մեջ գոյացնում եմ։ Եվ երբ որ գնում եմ, թեև հոգնած էր մարմինս, բայց իմ մեջ մի հատ մեծ փափակ կար Աստծուն հանդիպեմ։ Մեր ընտանիքը բազմանդամ էր, ամենը քնում են 12-ից հետո 12-ից մինչև 1:30 ես լույս եմ վառում եւ Սուրբ Գիրք եմ կարդում, տարբեր գրքեր եմ կարդում, աղոթում եմ, Տեր, խնդրում եմ ինձ օգնի, որ կարողանամ քեզի հետ ապրեմ ավելին եւ այդպեսով, որովհետեւ առավոտից գիշեր այդ փափակը իմ մեջ գոյացնում եմ, այդ ժամանակ էներգիա ունիմ, երբ որ գիշերը գնում եմ եւ ուզում եմ Աստծուն հետ հանդիպում ունենայինք։ Բայց եթե այդ փափակը ինքներս մեր մեջ չգոյացնենք, եթե այդ նետերը չխփենք գետին, բոլոր էությունով, բոլոր զորությունով, այդ ժամանակ մենակ մեր պարտականությունը կկատարենք Աստծո համար։ Դրանից ավելը չենք անի եւ Աստված այդ չափ մեզի կօրհնի։ Մեր նպատակները ի՞նչ է քրիստոնեական կյանքի մեջ։ Մեր նպատակները սա է, որ մենք սուրբ կյանք ապրենք։ Աստծո խոսքը ասում է, որ ինչպես որ ես եմ սուրբ, դուք եք սուրբ եղեք։ Ոչ ոք չի կարող Աստծուն տեսնի բացի սրբությունով։ Մենք պետք է սիրո մեջ ուրիշների հանդեպ
փափակ ունենանք։ Մենք պետք է Տեր Հիսուսի մեծ հրահանգը կատարելու գնացեք բոլոր ազգերը ավետարանը քարոզեցեք։ Ոչ թե մենակ հարևանիս, ոչ թե մենակ բարեկամներիս, ավելին եմ ուզում քո խոսքը ուրիշներին տամ, ուրիշ ազգերին եմ ուզում քո խոսքը տամ, Տեր Աստված, ինձի գործասրու, ես չեմ ուզում, որ մի հատ անոթ լինեմ, որ անպիտանի լինի։ Մենք ուզում ենք, մեր նպատակը սա է, որ մենք վկա լինենք Հիսուսի համար, դուք իմ վկաներն եք, սա է մեր նպատակները, մենք արդարության համար պիտի նախանձավորություն ունենանք, մենք Աստծուն փառավորելու համար պետք է նախանձավորություն ունենանք եւ ասենք, որ Տեր, ուզում եմ այդ նետերը ամեն օր ավելին ու ավելին, ավելի զորավոր նախանձավորությունով գետինը զարկեմ։ Պարսկաստանում մի հատ քույր ունեինք, հրյա էր, ինքը այսպես պուճուրիկ քույր էր, նիհար, ինքը նախքան Պարսկաստանի հեղափոխությունը գնացել էր Ֆրանսիա եւ ֆրանսերեն լեզվի մասնագետ էր դարձել եւ այդտեղ կոմունիստական շարժումները միացել էր իրանց եւ միացել էր իրանց շատ նախանձավոր հետ էր վերադարձել Պարսկաստան նախքան հեղափոխություն, որպեսզի այդ կոմունիստների ծրագիրներին մասնակցի, տարածի, երբ որ հեղափոխություն, նախքան հեղափոխություն, իսլամիստները, իսլամականները համագործակցում մինչև անգամ անաստվածների հետ, որպեսզի այդ կառավարությունը ոչնչացնեն։ Բայց երբ որ այդ ամեն խումբերը միացան իրար հետ եւ կառավարությունը ոչնչացավ, թագավորը փախավ երկրից եւ գնաց, իսլամիստները ուժեղացան ու սկսան ուրիշ խումբերին հալածել, սկսան կոմունիստներին, ուրիշներին բանտ գցել եւ այս մեր քրոջը բանտ էին գցել, ինքը այդ ժամանակ անհավատ էր եւ երբ որ բանտի մեջ էր եղել, ասել էին, որ դու պետք է բանանես, դու պետք է Աստծուն հավատաս, քո հավատքդ փոխես Աստծուն հավատաս։ Եվ ինքը ասել, եթե Աստված կա, պետք է ինքը ինձ հայտնի։ Եվ ասում է, այդ գիշեր իմ բանտի մեջ իմ, բանտախուցի մեջ իմ, մի հատ փոքր լուսամուտ կար, իմ ընկերս քնած էր, հանկարծ տեսան, որ մի հատ լույս եկավ սենյակը եւ բոլոր սենյակը լուսավորեց։ Եվ Տիրոջ ձայնը լսացի, որ դու պիտի ինձ հետևես, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Եվ այդ լույսը նորեն այդ ասում եմ, ես ապշած մնացել է, չգիտեի ես սա ով է։ Եվ այդ լույսը նորեն գնաց եւ ոչնչացավ։ Եվ զարմացած մնացել, այս ինչ լույս էր, ինչ բան էր, որ իմ ընկերս էլ չհասկացավ այդ բանը, բայց ասում եմ, հիշեցի, որ այդ օր ասել էի, որ եթե Աստված կա, պետք է ինքը ինձ հայտնի։ Եվ ինքը հասկացել էր, որ Հիսուսն է, որ այդ բանը իրան հայտնվել է։ Եվ եղբորից, որ հավատացյալ էր, խնդրել էր ավետարան բերի բանտ եւ այդտեղ ապաշխարել էր, սիրտը հանձնել էր Տիրոջը եւ տեսել են, որ իր վարվելակերպը փոխվել է եւ կանչել էին, ասել են, որ լավ է, որ դու Աստծուն հավատում ես, բայց եթե իսլամ դառնաս, այդ ժամանակ ես մենք քանի տարին, որ մնացել է բանտ պիտի մնաս, քեզի կազատենք։ Եվ ինքն ասել էր, որ 3-4 տարի Լենինի քյաչալ գլխի համար բանտ նստեցի, մի քանի տարի էլ Հիսուսի համար բանտ կմնա։ Եվ քանի տարի էլ մնացել էր ու ազատվել էր, դուրս էր եկել եւ եկեղեցի միացավ, եկեղեցում մեծ նախանձավորություն ուներ, եկեղեցում ծառայավ եւ եկեղեցին աճավ իր ծառայությունների պատճառով եւ իմ մի հատ ուսուցիչներից էր ինքը, որ ինձ սովորեցրավ եւ ինքը իմ ձեռնադրությանս օրը որպես հովիվ ինձ ասավ, որ եթե մի հատ եկեղեցում միայն մի հոգի այնքան նախանձավորություն ունենա Աստծո համար, որ ծունգի գա այդ եկեղեցի մեջ եւ խնդրի Տեր այստեղ արթնություն գոյացրու, Տեր եկեղեցին օրհնի, Աստված այդ մեկի պատճառով եկեղեցին կօրհնի։ Եթե միայն մի հոգի եւ դա ինքն էր, այդ մի հոգին ինքն էր։ Անցավ տարիներ ինքը ռակ հիվանդություն բռնավ եւ դրանից հետո մի հատ քույր եկավ Ֆինլանդիայից,
Արդեն իմանում են, որ կմահանա էդի, մի հատ քույր եկավ Ֆինլանդիայից, մի քանի հատ գործնողություն արավ, կառավարություն իրան ձերբակալեց, բանտում մի քիչ շատ նեղացրան իրան, մի քիչ չէ, շատ նեղացրան, երբ որ դուրս եկավ, մեզի հանդիպավ, մի հետաքրքիր բան ասավ, որ կառավարությունը ոչ ոքուց չի վախենում, մենակ այդ քրոջից է վախենում, մենակ այդ Շիվայից է վախենում, նիհար, կարճահասակ, զորություն չունի, բայց նա նախանձավորություն ուներ Աստծո համար եւ կառավարությունը ինչպես որ Աստծո խոսքն ասում է Հերովդեսը Հովանեսից էր վախենում, Հովանես Մկրտիչից էր վախենում, կառավարությունը դրանից էր վախենում։ Այն մարդիկ, որ նախանձավորություն ունեն Աստծո համար, ավելին ես կեցամ, իմ պարտականություններից ավելին կանեմ, ես ուզում եմ իմ նետերս գետին զարկեմ, ես ուզում եմ Տիրոջ համար ավելին եւ ավելին անեմ։ Սա է, որ Աստված գնահատում է։ Մեր կարողությունները, մեր տաղանդները շատ մեծ գործ չեն կարող անեն, բայց նա որ ներքին մի հատ մեծ փափագ ունի Աստծուն ծառայելու համար, ոչ թե անում է որպես պարտականություն, այլ անում է որտեվ ինքը Տիրոջը սիրում է, ինքը ուզում է Տիրոջը ծառայի, նա կարող է Աստծո համար մեծ գործեր անում։ Իրականում Աստված նրա մեջ մեծ գործեր է անում։ Քանի ժամանակ առաջ, երբ որ աղոթում եմ, ասում Տեր Աստված, ինչ կլինի Պարսկաստանի վիճակը, ով պետք է այս երկիրը փրկի այս իսլամիստների ձեռքից, այս կառավարության, որ այսքան տանջում է ժողովրդին, որովհետև շատ քաղաքական խումբեր կան, մեկն ասում է թագավորի ժառանգորդը, մյուսները ուրիշ բաներ են ասում, վեճ կա, որ ով պետք է առաջնորդ լինի, Աստված ասավ, ես քո միջոցով Պարսկաստանը կփոխեմ։ Ես ով եմ Տեր, քաղաքական կրթություն չունեմ, առաջնորդությունը այդ մասշտաբի չգիտեմ, ես ով եմ։ Աստված ասավ, որ դու չես, որ պիտի մի բան անես, ես եմ, որ պիտի, Տերն ասավ, ես եմ, որ պիտի մի բան անեմ։ Քո մենակ բանը, միայն բանը, որ դու պիտի անես, դա որ ինձի ամուր գրկես։ Տեր Հիսուսն ասավ, եթե ուզում ես մեծ գործ անես, դու պիտի փափագ ունենաս ու քո պաշտամունքներում, քո աղոթներում ինձի ամուր գրկի, քո պարտականությունը սա է, և ես նախապես էլ անում եմ, բայց այս անգամ ավելի հստակ սկսեցի Հիսուսին իմ աղոթների մեջ գրկել, երևակայեցի, որ Հիսուսը այստեղ է Տեր Հիսուսը և իրան գրկեցի, այդ ժամանակ էր, որ տեսա իմ երեսը իրա երեսին կպավ, և իրա գլխի վրայի վերքերից, որ փուշերը եղել է, փուշերի պատճառով արյունը հոսում է և իր արյունը գալիս է իմ երեսի վրա։ Այդ ժամանակ տեսա, որ իմ սիրտը կպել է իր ծակված սրտին և իր սրտից արյունը իմ սրտի վրա գալիս է։ Իմ ոտքերի վրա, իր ոտքերի վրայի վերքերի արյունը կա։ Բայց ամենաշատը, որ ինձ վրա ազդեց, դա է, որ երբ որ ամուր գրկեցի ավելին, իմ մատերս գնաց Հիսուսի մեջքի վերքերի վրա, որ մտրակներով վիրավորվել է։ Գիտեք այն ժամանակ, երբ որ մտրակում են, նա որ պետք է խաչվի մտրակի ծայրին երկաթե չանգյակներ, դուք չանգյակ եք ասում, դնում են, որ միսը քանդի, միսը եւ կաշին քանդի։ Հիսուսի մեջքի վրա խորը վերքեր կա։ Եվ երբ որ ես ծերեցի, եղբայրը ասավ, մեր ձեռքերը պարզենք, մեր ձեռքերը Հիսուսի վերքերի վրա դնենք։ Եվ ես տեսա, որ ինչքան խոր այդ որ վերքերը, և ես զգացի այդ ցավը, որ Հիսուսը կրել է մեր համար, մեզ փրկելու համար, այդ ցավը փոխանցվեց ինձի, բայց մի հատ ներքին ուրախություն իմ մեջ էր փոխանցվեց, և ես հասկացա, որ քրիստոնեությունը այն հավատքն է, որ արյունոտ փառաբանություն ունի։ Երբ որ մենք գնում ենք Տիրոջ ներկայության մեջ, իր արյունը մեր վրա գալիս։ Առաջի Պետրոս առաջի գլխի 2-րդ համարում այսպես ասում է, որ կանխագիտության պես հոգու սրբությունով
հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արյունն սրսկելու համար շնորհք եւ խաղաղություն շատանա ձեր վրա։ Հիսուս Քրիստոսի արյունը պարսկերեն եւ անգլերեն թարգմանություններում ասում է այդ արյունը շփվում է, թափվում է մեր վրա։ Եվ ես տեսա, որ այդ ձև փառաբանությունը Աստված ուզում, որ մենք Հիսուսին մեր բոլոր էությունով գրկենք, արդյոք փափակ ունենք Հիսուսին գրկենք եւ մեր բոլոր էությունով իր արյունը գա մեր վրա, իր ցավը, իր վիշտը եւ դրանից հետո իր զորությունը, իր սերը, իր խաղաղությունը, իր իմաստությունը մեզ փոխանցվի։ Այս է Աստված ուզում, այսպես մարդկանց Աստված կգործածնի ազգերը փոխելու, ոչ թե դրանից, որ իրանք մի հատ ուժ կա իրանց մեջ, այլ իրանց մեջ մի հատ մեծ փափակ կա։ Արդյոք Աստված ասում է այդպես իմ զավակներին, որ փափակ ունեն ինձ փառաբանելու, ես այդպես զավակներին ավելին եւ ավելին կօրհնեմ։ Եվ ես հասկացա, որ քրիստոնեությունը ոչ թե արյունոտ փառաբանություն է, այլ մարտիրոսա խնդրություն, պարսկերենում ասում է շահադաթ թալաբանե, այսինքն մարտիրոսվելու փափակ է գոյանում, որտեղ երբ որ տեսնում ես, որ Հիսուսը ինքը մեր համար մարտիրոսվեց, այդ փափակն էլ մեր մեջ փոխանցվում է, ես էլ ուզում եմ մարտիրոսվեմ Հիսուսի համար, այսինքն ոչ թե ուզեմ ասեմ, որ բոլորս կմարտիրոսվենք, այս մի հատ մեծ պատիվ է, որ մեկը մարտիրոսվի Հիսուսի համար, բայց ուզեմ ասեմ, որ մինչև անգամ մարտիրոսություն ես ուզում եմ գնամ։ Ուզում եմ գնամ, որպեսզի Հիսուսի համար մարտիրոսվեմ։ Ուզում եմ իմ ամենամեծ փափակը Հիսուսը լինի, Հիսուսին փառաբանել լինի։ Սա եմ ես ուզում։ Ես կենդանի զոհ եմ։ Պողոս առաքյալը ասում է, մենք կենդանի զոհեր ենք։ Ես այդպես փափակ եմ ուզում ունենամ։ Մինչև ինչպես որ դու մարտիրոսվեցիր իմ համար, ես էլ ուզում եմ քո համար մարտիրոսվեմ։ Ես ուզում եմ իմ ամեն ինչը քեզի համար տամ, որպեսզի իմ կյանքում դու փառավորվես եւ կամաց քեզի ավելի նմանվեմ։ Սա է Աստված ուզում, որ մենք իրան ամուր գրկենք։ Մեր բոլոր էությունով ու մեր նետերը ամեն օր գետին զարկենք։ Այսօր քանի անգամ ես Հիսուսի ներկայության մեջ գնացել, այսօր քանի անգամ ես իրան գրկել, որպեսզի իր արյունը քո վրա գա, իր արյունը քո մեղքերը մաքրի եւ իրանից սեր, ուրախություն, զորություն, մարտիրոսապնդրություն քո մեջ գոյանա, նախանձավորություն Աստծո համար, Աստծո անունի համար։ Իհարկե գիտեք, որ այս բացատրեմ, որ այս փափակը կապ չունի մեր զգացումներին։ Ոմանք կարծում են, որ երբ որ եկեղեցի գան եւ ուժեղ փառաբանեն, ձայն բարձրացնեն, կարակ տեսել եմ այդպես փառաբանություններ։ Կարակ, ինձի բանը եւ երբ որ այդպես բորբոքվում են եկեղեցում, դրանից հետո երբ որ եկեղեցից դուրս են գնում, այդ բոլոր զգացումները քնում է, հանգստանում է եւ այդ բանը ոչնչանում է։ Այդ իղծը փափակը զգացումներին կապ չունի։ Զգացումները մի հատ ծովի ալիքի նման է, որ բարձրանում է եւ իջնում է։ Այսօր կա, վաղը չկա։ Բայց այդ փափակը, որ մենք մեր սրտի մեջ ունենք, մի հատ մեծ գետի նման է։ Անցյալ 40 առաջ գնացել ենք Եվրոպա, մի քանի երկիր այցելեցինք, որ Դանուբ գետի կողքից էր անցնում։ Եվ շատ հետաքրքիր տեսավայրեր կա, եւ ես հասկացա, որ այդ գետը ինչքան ազդեցություն ունեցի մշակույթ կերտելու եվրոպական երկրներում։ Եւ այդ գետը ձայն չունի, բայց մեծ հոսք ունի։ Չգիտեմ 100 մետր իր լայնությունը, մեծ հոսք, մեծ ուժ, ջուրը գնում է այսպես։ Եվ այդ բոլոր երկրներ, չգիտեմ 7-8 երկրի ինչ են ասում, ջրում է, ոռոգման ջուր է պատրաստում եւ դրա կողքին մեծ մշակույթ է կառուցվել։ Այդ փափակը այդպես է, Դանուբ գետի նման մեր մեջ հոսում է։ Կարող է ձայն չունենա, կարող է աղմուկ չունենա, բայց մի մեծ փափակ կա, մի հստակ նպատակ կա իր սրտի մեջ։ Ես ուզում եմ Հիսուսին փառավորեմ իմ կյանքիս մեջ։ Իմ կյանքիս նպատակը սա է, հստակ նպատակ
եւ հստակ կամք ես ուզում եմ գնամ դեպի այս նպատակը։ Մոտ 3 տարի առաջ կոնֆերանս ունեինք մի 10-12 հատ պարսիկների քույրերի եղբայրների համար։ Մի օրը հատկացնում ենք գնանք տեսարժան վայրեր իրենց ցույց տանք եւ երբ որ գնացինք Գառնի, հետո Գեղարդ, այդտեղ տեսան շատ սիրացին եկեղեցի ներսը, հետո այդ կողքից մի հատ ճանապարհ կա, որ գնում է երկրորդ հարկը։ Ասեցի գնանք այդտեղ էլ հետաքրքիր է նայենք։ Երբ որ գնացի տեսան, որ մի հատ երգչախումբ է, ռուսախոս, շատ պրոֆեսիոնալ, իրանց առաջնորդն էլ այդտեղ է, կայնած է, եւ սրանք շատ երգում է, առաջնորդում է, շատ ձայները, եւ մարդիկ ծափահարում են, ավակվել են ծափահարում են, ինչքան գեղեցիկ են երգում։ Ես չգիտեի, որ ես ռուսերեն չգիտեմ, որ իրանք հոգևոր երգերին երգում, թե աշխարհային, որտեղ մյուս օրը պետք է գային Երևանում օպերայում տոմս էին վաճառել եւ այդտեղ ելույթ ունենային եւ շատ սիրուն երգեցին եւ ամեն մարդիկ ծափահարեցին, բայց ես մտածեցի, արաստանք ով են եկել են մեր եկեղեցու մեջ, իրանք են փառավորում, իմ հոր տունը Աստծուն փառաբանելու տուն պետք է լինի։ Եվ ես կամաց իմ եղբայրներին, պարսիկներին ասամ, ինչ որ ես անում եմ, դուք էլ կանեք։ Հետո այդտեղ մի հատ կլոր էր, եթե մեջտեղը գնա կայնեք, ձայնը ամենտեղ արձագանք է տալիս։ Իրանք որ վերջացան մատիկ ծապտվան, օ ինչքան գեղեցիկ, ես գնացի այդ մեջտեղը կայնեցի եւ պարսկերենով երգեցի Տերը Տերած թագավոր փառած հավետ, ալելույա, Տերը Տերած թագավոր փառած հավետ, ալելույա, Հիսուս հզոր Աստված հավետ, ալելույա, Հիսուս հզոր Աստված հավետ, ալելույա։ Ոյ շարունակեցի, բայց այդ ընթացքին պարսկերեն ենք երգում, ձեռքերս բարձրացի, որ իմանան մենք ում ենք փառավորում, մենք Հիսուս Քրիստոսին ենք փառաբանում, եւ իրանք շատ զարմացած մնացին, սրանք ով են, իրենց անտաշ ձեներով եկել են մեր պրոֆեսիոնալ ձայներից հետո երգում են, այնպես էլ ձայն են բարձրացի մեզանից ավելի բարձր։ Երգի վերջ ասեցի, որ սա մի հատ հոգևոր պարսկերեն երգ էր։ Եվ իրանք մոտեցան, մերից սկսեցին խոսալ, ասացի, անգլերենով խոսեցին, որոշները, ասացին, մենք քրիստոնյաներ ենք, մենք Հիսուս Քրիստոսին ենք փառաբանում։ Այդ փափագը, որ քրիստոնյայի մեջ, կյանքի մեջ կա, որ ես, երբ որ իմ Տիրոջ անունը ցածրանում է, մի գործ պետք է անեմ։ Ես պիտի մի բան անեմ, որ ամենը հասկանան, նա է տերերի Տերը եւ թագավորների թագավորը եւ ամեն փառքը Իրանն է։ Ֆրանսիայում մի հատ լրատվամիջոց կա, որ կարիկատուր են քաշում, ամենին ծաղրում են եւ սկսել են Հիսուսին ծաղրել։ Մի քանի հոգի զանգ են խփել, իրենց զանգել են եւ ասել են, որ եթե այս բանը չդադարեցնեք Հիսուսին անարգելը, մենք ձեր գրասենյակը կպայթեցնենք։ Ու իրանք դադարեցրել են։ Բայց նրանք, որ զանգել են, քրիստոնյաներ չեն եղել, մուսուլմաններ են եղել։ Որտեղ մուսուլման իսլամի մեջ ասում է Հիսուսը 5 հատ մեծ մարգարեներից մեկն է։ Թեև իրան Աստծո որդի չճանաչեն, իրան չհետևեն, իրան տերերի Տեր, թագավոր Աստված չեն, բայց գոնե մարգարե ընդունում են։ Եվ ասել են դուք մեր մարգարե, Աստծո մարգարեին անարգել եք, եթե չդադարեցնենք մենք կպայթեցնենք, տեսնում եք մուսուլմանների նախանձավորությունը իրանց Աստծո համար, որ կուրքը շատ ավելին է քրիստոնյաներից, իրանք ավելի մարտիրոս խնդրող են, քան թե քրիստոնյաները։ Եվրոպա գնացին տեսան, որ բոլորին հարգենք, ով ինչ ասում է, իրան հարգենք, բուդդիզմը, անաստվածը, համասերամոլը, ինչ որ արեք, վնաս չունի, մեր կողքը ապրեք։ Եվ ոչ ոք եւ այդպես եկեղեցիները ամեն օր ավելի դեպի կորուստ գնում։ Աստված ասում է, որ ես որոնում եմ մեկի, որ նետերը պինդ զարկի գետին, ավելին եմ ուզում Տեր,
ավելին եմ ուզում, թող ուզում եմ իմ մեջ նախանձավորությունը բոցավառվի, ոչ թե իբրև մի հատ զգացում, այլ որպես մի հատ հստակ նպատակ եւ հստակ կամք, մինչեւ վերջը ես կգնամ։ Եթե պետք լինի մարտիրոսվեմ, մինչեւ այդտեղ էլ ես կգնամ, որտեղ ուզում եմ իմ Տերոջ անունը փառավորեմ իմ կյանքիս մեջ։ Այդպես մեծ փափակին Աստված գնահատում է սիրելիներ։ Արդյոք մենք այս պատկամը մերն ենք անում, 3 անգամ ես խփում, 3 անգամի չափ Աստված կտա, 5 անգամի չափ ես խփում գետին, 5 անգամի չափ կտա, քանի անգամ ես գնում Հիսուսի ներկայության մեջ, քանի անգամ ես իրան գրկում բոլոր էությունովդ, ասես որ ես ոչինչ չեմ Տեր, բայց մի մեծ փափակ ունեմ քեզի փառավորելու համար, մի մեծ փափակ ունեմ քեզին ծառայելու համար, քո անունը բոլոր ազգերի մեջ հայտարարելու համար։ Ամենափոք բաներից կարող ենք անենք։ Ես թեմոյից պատվեր եմ տվի խաչեր, որ փակցնենք մեր կուրսկին, գնացինք Եվրոպա, այդպես մի հատ բան խաչ ունիմ, փակցրել եմ, եւ երբ որ գնում ենք գնումների մի հատ city center գնացինք, կենտրոներ գնումների համար, դրանք որ փողը վճարում են քաշիերները, ասենց զարմանում են, ինչ խաչ է իր ուսին։ Բայց հետո որ գնացին ներս տեսա որ մի հատ մի բանի ուզում գտնեի, մի հատ Ռոմանիա էր, մի հատ ռոմանացի կողքս նստել էր, ասավ, «Էս մեկը մի գնի, մյուսը գնի»։ Ես ասեցի անգլերեն խոսա, ես ռոմաներեն չգիտեմ։ Հա, դու տուրիստ ես, ինչ ես, որտեղից ես եկել։ Եվ ես ասեցի որ հա, ես Պարսկաստանից, այդ ժամանակ էլ Իսրայելը հարձակվել էր, նոր էր հարձակվի։ Հա, դու Պարսկաստանից ես, շատ ցավում եմ ձեր երկրի համար։ Ես ասեցի, ես շատ ուրախ եմ այդ բանի համար։ Ոնց ես ուրախ։ Ասեցի, որ վերջապես մի հատ կառավարություն, որ քրիստոնյաներին հալածումը սպանում է, պետք է մեկը իր հաշվին հասնի, հաշվին նստի։ Եվ սկսեցի կյանքից վկայություն տալ, դու ով ես, ինչ ես, հետո մի անգամ ես նավ խաչ կա ուսից, բայց դու բան ես, քրիստոնյա ես, ոնց ես դու Պարսկաստանում քրիստոնյա։ Ասեցի, ես հայ եմ, հայերը 400 տարի է Պարսկաստան են, եւ վկայեցի, որ հայերը ավետարանչություն են արել, եւ ինքը շատ սիրեց, հետաքրքրվեց, եւ դրանից հետո եկավ ասավ, որ ես քեզ շատ սիրեցի, խնդրում եմ Facebook-ի մեջ ինձ ընկերություն տուր եւ Աստված արիտ տվա, որ այդ մարդին ոչ ճանաչում էի, ոչ իր լեզուն գիտեի խոսք իրան տա։ Մի փոքր բանով։ Կարող ենք մի հատ խաչ դնենք, կարող ենք լուրջ մնանք։ Ես քրիստոնյա եմ։ Իմ համար կյանքը Քրիստոս է եւ մեռնելը շա։ Ուրիշ բանով չեմ պարծենում, բացի Քրիստոսի խաչով։ Ես այդ մարդն եմ։ Պետք է հայտարարենք, պետք է մարդիկ տեսնեն, որ քրիստոնյաները պատրաստ են իրանց կյանքը Հիսուսի համար տան եւ քրիստոնյաները նախանձավորություն ունեն։ Մի ներքին հղում, որ ուզում է իր նպատակին հասնի, Հիսուսին նմանվելու։